Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք պաստայի տեսակ, պաստա ալա ոդկա կամ ոդկա պաստա, ինքը շատ հայտնի պաստայի տեսակ է աշխարհում, որի սոսը լոլիկով է պատրաստում եւ հետո ամուսնանում է սերուցք։ Իսկ հետո ունենում ենք այնքան հեքիաթային համ, այնքան հեքիաթային սոս, որ չեք պատկերացնի։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 1 փակետ պեննե պաստա կամ 500 գրամ, 200-ից 250 գրամ լոլիկի պյուրե, 1 հատ սող, 5-ից 6 բջիջ սխտոր եւ 3-ից 4 ճյուղ բեյզել կամ բասիլիկ, 200 մլ սերուցք, 50-ից 60 գրամ պարմեզան պանիր։ Համեմունքներից օգտագործելու ենք կարմիր բղբեղի փաթիլներ, կես կթալ, աղ եւ սև բղբեղ, 5-ից 6 ճաշի կթալ ոդկա օղի, 10-ից 12 ճաշի կթալ ցիտապտղի ցետ։ Ստեղ ունենք պեննե, ընդհանրապես պաստա ալա ոդկան պեննեով է պատրաստվում։ Ես արդեն պատրաստել եմ ջուրը, երացրել եմ, որպեսզի մի անգամից պաստան ավելացնեմ ու արդեն ավելացնում եմ։ Ավելացնելուց հետո կավելացնեմ աղ եւ բրենցի ցետ։ Աղը ավելացնում ենք անպայման պաստային, ցետը անպայման ավելացնում ենք, իսկ որպեսզի vegetable ցետը չավելացնենք, այսինքն փուսական, ավելացնում ենք բրենցի ցետ։ Միշտ փորձենք բրենցի ցետը շատ օգտագործել իրականում։ Կամ ոչ թե շատ օգտագործել, ուրիշ ցետերի փոխարեն։ Մի հատ խառնում եմ ու թողում եմ երա։ Երալուց հետո 12 րոպե պետքա պաստան եփի։ Իրականում աշխարհում պաստայի մի քանի տեսակ կա, այն պաստաները, որ ինչքան ֆրեշ են, այնքան քիչ ժամանակ պետք ունեն եփելու։ Այսինքն, էդի որտեղից կիմանաք պաստայի քույնից։ Պաստան ինչքան բաց է քույնը, այնքան քիչ ժամանակ պետք ունի եփելու։ Ինչքան մուգ է քույնը, այնքան ավելի երկար ժամանակ պետք ունի եփելու։ Քանի որ նախ շատ չորացած է, երկար ժամանակ պետք ունի որպեսզի եփի եւ դուք ձեր հաշիվը ճիշտ անեք։ Այսինքն, եթե ինչ որ միտեղ գրած է ալդանթե լինելու համար 8 րոպե կամ ալդանթե լինելու համար 12 րոպե, դուք անպայման ձեր պաստայի ետևը պետք է կրտաք։ Դրա համար ամեն բաղադրատոմսի ետև կամ ամեն բաղադրատոմսի դակ գրում են դուք նայեք ձեր instruction-ը ձեր պաստայի դոպրակի վրա։ Քանի որ ամեն պաստա իր տեսակ ունի, բայց մինիմումը 8 րոպե, մաքսիմումը 14 րոպե է։ Այսօր ձեզ ցույց կտամ նաև դուք նայեք, ձեռքով նայեք պաստան պատրաստ է կամ չէ։ Եթե պաստան ջզմում եք ու թռնի, ասել է թե պատրաստ չէ։ Իսկ եթե պաստան ջզմում եք ու արդեն բացվում է կամած խմորը ձեր ցերկի մեջ, ասել է թե պատրաստ է։ Աղ ավելացրել ենք, դե իհարկե մենք միայն օգտագործում ենք մարանիկ եւ մեր բոլոր համեմունքները եւ աղը եւ շաքարը եւ բոլոր այդ համերը, որ մեր կյանքը համովածում են ավելի։ Մի հատ պաստան խառնեմ ու սկսենք։ Բրենցի ցետը, եթե հետաքրքիր է ձեզ որտեղից ձեռք բերել, կարող եք սուշեֆից ձեռք բերել։ Սուշեֆը ունի ամենալավ տեսակներից մեկը, որտեղ կարող եք գտնել լիքը, այսինքն կարող եք մի քանի հատ առնել դունը տնել եւ միշտ ձեր ուտելիքները տապկելը մանավանդ, տապակելը այս ցետով պատրաստեք։ Մի խոսքով սուշեֆից կարող եք եւ այս ցետը վերցնել եւ ամենալավ ցիտապտղի ցետերից եւ սոսերից եւ միս եւ ամեն ինչ գուրմեների համար։ Այսինքն, եթե սիրում եք պատրաստել, կգնաք այնտեղ դուրս չեք կա խանութից, քանի որ այնքան հետաքրքիր բան կա, որ գիշերվարիկ որը վերցնեք։ Իսկ պաստային ջուրը անպայման պետքա երասած լինի, հետո պաստան ավելացնեք։ Հանգարց չավելացնեք պաստան եւ ջուրը իրար հետ։ Ոնց որ սուրճն են անում մարդիկ։ Անպայման ջուրը պիտի երա, հետո սուրճ ավելացնեք։ Նույնը պաստային։ Ջուրը պիտի երա, հետո պաստան ավելացնեք։ Okay, գնացինք։ Հիմա այստեղ լոլիկ ունեմ, քանի որ չգիտեմ ինչի շուկայում չես կարող գտնել լոլիկը փյուրե եղած կամ լոլիկը ոնց որ քերիչով անցկացրած եւ ավելի sense packed, ավելի intensive։ Մի անշուկայում կգտնես լոլիկը իր ջուրի մեջ։ Այնա։
So ովքեր որ ինձ նայում են եւ ունեն ինչ որ գազམ་ագերբություններ, որտեղ որ արդատրում են լոլիկ կամ լոլիկի տեսակներ, մածուկ եւ այլն, կարող են եւս սկսել ինչ որ լոլիկի փյուրեի բեսփաներ, որոնք որ ոչ լոլիկի մածուկ են, ոչ լոլիկի հյութ են, ոչ էլ ինչ որ ուրիշ բան են։ Ուղղակի ինտենսիվ լոլիկի հյութը կամ լոլիկը քերիչով անցկացրած ու հավաքված, պատրաստված ճաշի։ Ինչ են բայց ես չեմ հոգնելու, հիմա ես էսի ջզմելու եմ։ Եվ շարունակելու ենք մենք մեր հաճելի մթնոլորտը ջաշ պատրաստելու։ Այսպես։ Լավ ջզմում եմ եւ պատրաստում եմ։ Գիտեմ, որ փափուկ է, շուտ կճզմվի, բայց ամեն բարակայ ասեմ։ Եթե կուզեք, կարող եք այդպիսի պրոդուկտ էլ ավելացնել շուկայում։ Ես առաջի վերցնողներից կլինեմ։ Կարծում եմ պատրաստ է։ Էսի սենց։ Պատրաստ է։ Հիմա սոխը կտրատենք։ Մանր ենք կտրատելու սոխը, այսինքն մի քանի հատ վերևից, մի քանի հատ ներքևից ու արդեն այսպես։ Սոխերնից պատրաստ է։ Ջզմում ենք, սխտորը պատրաստում ենք։ Իմ ամենասիրած ջզմիչովս։ Սիրտը դուզում ամեն վարյան ինչ-որ իդեալական ջաշ պատրաստես, որ մաքսիմում սխտորով սոխով լինի։ Չնայած հայկականներն էլ ատենց, մանավանդ արևմտա հայկականները շատ սխտոր սոխ կա, ես օրինակ շատ եմ սիրում։ Դենց չէ, որ ջաշ չեմ ուտում, եթե սոխ-սխտոր չի գա, բայց եթե սոխ-սխտոր կա, շատ ուրախությամբ։ Մի խոսքով, այս բոլոր ապրանքները կարող եք ցերկ բերել ուտուց սուպերմարկետից։ Ինչպես որ միշտ ասում ենք եւ շարունակում ենք ասել, որ շատ հետաքրքիր եւ շատ խելացի քնում եք կատարում, եթե ուտուտից վերցնեք, որովհետեւ եւ վերցնում եք լավ որակի ապրանքներ եւ վերցնում եք ամենալավ արժեքներով եւ մի հատ էլ վերցնում եք նվեր, որովհետեւ խաղարկության եք մասնակցում եւ դուք հնարավորություն ունեք ունենում շահելու։ Բնակարան գշահիկ, ավտո գշահիկ, չգիտեմ ինչ գշահիկ, քան որ իրենց նվերները միշտ շատ մեծ են, դրա համար ավելի լավ է գնաք ընդեղից բոլոր քնումները կատարեք։ Հետո չասեք շահեկի չասեց։ Մենք ուրախանում ենք, որովհետև դուք մեզ եք նայում, պաղաթատոմս եք իմանում, մի հատ էլ գնում եք ուտուտ, անուշիկ համով բաներ եք վերցում, մի հատ էլ հետո նվեր եք շահում։ Տեսակ ինչ լավ է կյանքը։ Ինչ եք ուզում թեր։ Կոհ լինենք։ Տենց են ասում։ Սխտորը ածախ եղավ, ոչինչ, պատրաստ է։ Սխտորը պատրաստ, սոխը պատրաստ, մի հատ պաստային նայենք։ 2 րոպե էլ կուզեմ։ Ես որ պատմում էի, էս էի պատմում, օրինակ հիմա եթե մի հատ պաստա վերցնեմ, ստեղ տնեմ, որպեսզի ես մի անգամից եթե ջզմեմ, կարողացեք սվարի։ Իսկ հիմա ջզմեմ, ուպս, ահա, վարեցա։ Բարեցա։ Տես, թրավ, եթե թրավ պատրաստ չէ։ Գատակ չի անում, բայց միջի թերի, եթե չի թերի պատրաստ է։ Okay, ուրեմն, ըստեղ ավելացում ենք ցիտապտղից հետ, տաբակի մեջ տաբակելու ենք սոխը, իսկ հետո ավելացում ենք սխտորը, իհարկե այս ամեն ինչը ցիտապտղից հետո, մի քիչ սոխը, այսինքն 4-ից 5 րոպե կուզեю, որ միջև սենց քույնը բացվի եւ ինքը դառնա շատ փափուկ։ Հետո կավելացնենք սխտորը, իսկ հետո կամած արդեն համեմուկները եւ լոլիկը։ Մինչ այդ արդեն գրեթե պաստանից պատրաստ կլինի։ Ես այդ ճաշերը, որ մեջը միսի տեսակ չկա կամ պրոթեին չկա, անպայման ֆաթի տեսակը շատ եմ թնում, նամանավանդ ես ֆաթը օգտագործում եմ healthy fat, այսինքն առողջ ճարպ, շատ եմ թնում, որովհետև նախ ավելի համով դարձնում ճաշը։ Երկրորդ թուն իրավունք ունիս այդ օրվա սնունդին, եթե դու ինչ-որ պրոթեին չկա, ոչ մի ուրիշ, ճարպդ լավ որակի լինի։
Էս հիշեք, որ ես տենց բան ասեցի։ Եվ սոխերով գնում եմ դեպի դաբակ։ Կարանք ավելացնենք։ Հիմա մենք մի հատ գնանք ձերքերնից լվանք ABC-ով։ Հիմա աստեղ մի հատ լվում եմ, որպեսզի տնեմ էսի պաստայի համար։ Գնացինք։ Իսկ ստեղ վերցնում եմ մի քիչ պաստայի ջրից, կարող է պետք լինի առանց պաստայի։ Եվ գնացինք։ Պաստանից պատրաստ է։ Ավելացնում եմ սխտորը, մի քանի թոն, մի քիչ ասած լավ սոթե եմ անում։ Ավելացնում եմ աղ, սև բաբեղ, եւ հիմա ոդկան կամ օղին եմ ավելացնում, որպեսզի բնակը կամ տաբակը դիգ լեզ անեմ։ Հիմա չիլին, եթե վախենում եք գծուից քիչ ենք ավելացում, մի հատ եմ խառնում։ Եվ արդեն փյուր եմ։ Խառնում եմ։ Լավ խառնում եմ։ Թողում եմ եպքա, բայց աղը եւ բաբեղը անպայման ավելացում ենք։ Դուք գիտեք, որ ես սիրում եմ stage by stage, այսինքն քայլ առ քայլ կսիրեմ ավելացնել։ Պարմեզան, պաստայի ջուրը ստեղ է, մի հատ լավ խառնում ենք ու թողնում ենք եպքա։ Եպքալուց հետո արդեն կավելացնենք սերուցքը։ Հոդը շատ անուշ է։ Հիմա ավելացում եմ սերուցքը արդեն։ Մի հատ խառնում եմ։ Դրա համար պաստա ալավոդկային սոսը այսպիսի քույն ունի։ Ավելացում ենք պարմեզան։ Միշտ հիշեք, որ սոսը պատրաստ է լինում, հետո ավելացնում ենք պաստան, խաշած պաստան։ Սոսը միշտ պետք է հիմնեք ու հետո ավելացնեք պաստայի տեսակը։ Մի քիչ թողնելու եմ, որ զարդարանքի համար հետո ավելացնեմ։ Ահա։ Մի հատ եմ խառնում։ Օպա, տեսեք հələ։ Ինչ հետաքրքիր է։ Հիմա ավելացնում եմ պաստան։ Լավ խառնում եմ, որպեսզի սոսը եւ պաստան ամուսնանան։ Մի քիչ եմ պարմեզան ավելացնելու եւ աղ եւ բաբեղ։ Հոդը իդեալական համով։ Իդեալական։ Աղ։
Եվ մեր այսօրվա պաստան պատրաստ է։ Դե իհարկե այսպիսի համով եւ իդեալական պաստա չէինք ստանա, եթե ճուրի տեսակը լավ չի լիներ։ Այսինքն մի խոսքով ուզում եմ ասեմ, որ հասկացաք երևի սիլի ճուր եմ օգտագործել պաստան խաշած ժամանակս, որպեսզի լինի շատ համով։ Այսինքն եթե ուզում եք ձեր ծարավը հագեցնել եւ համով պատրաստել, կխմեք կամ կօգտագործեք սիլի ճուր։ Եվ այսօրվա փաղադրատոմսը պաստա ալա ոդկան կամ ոդկա պաստան պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք, բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, մեր այսօրվա պաստան պատրաստ է, ովքեր որ թեթև համով պաստա են սիրում, անպայման թող պատրաստեն, իսկ ես փորձում եմ։ Oh my god. Աստված իմ ինչ համով է։ Okay, իրական գսեմ շատ համով է։ Wow. Անպայման փորձեք, բաց չթողնեք այսպիսի համովություն։ Գիտեմ, որ նույն պաստան ամեն օր պատրաստում եք, ձեր ընտանիքը հոգնել է, ասում եմ մի հատ հետաքրքիր բան պատրաստեք գնիկ ջան, չգիտեմ, եթե գնիկ եք կամ եթե ամուսին եք, գասեն որ ամուսին ջան մի հատ համով պաստա պատրաստի sense creative, դու էլ համի կախնիկն ես նայում, կամ YouTube-ով ես նայում, տեսնում ես ու պատրաստում ես։ Դե ինձ իրենես, իրավ պատրաստեք ու բաց չթողնեք այսպիսի համովություն։ Իսկ մենք վաղ գանտիպենք։ Ժամը 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ցտեսություն։